Ողջույն։ Հայաստանի կառավարությունն այսօր երկու որոշում կայացրեց, որոնք ինձ ստիպեցին վերհիշել ամենաբարձր երկու պաշտոնյաների հայտարարությունները։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին է, թե Հայաստանը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում, եւ Վահագն Խաչատուրյանի ելույթը, թե մեր երկրում փողի խնդիր չկա։ Կառավարությունը որոշեց նոր վարկ վերցնել 150 միլիոն եվրո։ Ձևակերպել են որպես բյուջետային աջակցության վարկ։ Այսինքն, Փաշինյանի կառավարությունը վարկ է վերցնում, որ բյուջեով նախատեսված ծրագրերն իրականացնի, բյուջեի փողը չի հերիքում, հույսը պարտքն է։ Այս վերցվող վարկից անգամներով շատ գումար ծախսել են անիմաստ բաների վրա, ավելորդ ծախսեր են արել իմանալով, որ ավելի կարևոր ծրագրերի համար փող չի մնալու։ ԱԱՑ-ի 7 նոր ավտոմեքենան, որոնց համար ծախսվեց $200,000, որքանով էր Հրատապ։ Կամ $820,000 ծախսեցին Սգո օրերին տոնական համերգ անցկացնելու համար։ $120,000 տվեցին ներքին գործերի նախարարի համար նոր ամենագնաց գնելուն։ Ասում է, ինչ եք աղմուկ անում, սովորական գնում է, այդ ձեզ համար է սովորական։ Բայց $120,000 ավտոն հաստատ Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար սովորական չէ։ $110,000 տալիս են ինչ-որ նորաձևության շաբաթի համար, $133,000 տալիս են ազգային ժողովի դահլիճներից մեկը վերանորոգելու համար։ Այս ծախսերից որ մեկն էր Հրատապ, կարող է կառավարությունը բացատրել։ Երկրում օրը մի քանի սպանություն է լինում, ներքին գործերի նախարարությունը կինոների ոստիկանության նման հասնում է ամենավերջում, ամենագնացը Արփինե Սարգսյանի ինչին էր պետք։ Եթե արդյունքներով գնահատենք, պետք է էշով գնար գործի։ Հարկատուներն ասում են, մեր հաշվին միլիոններ եք տալիս մի նախարարի պատավատի համար, բայց նա որպես մեր անվտանգության պատասխանատու իր աշխատանքը չի կատարում։ Ոչ թե կատարում է վատ, կատարում է թերացումներով, այլ չի կատարում ընդհանրապես։ Նման լիքը անիմաստ ծախսեր են անում։ Սամվել Կարապետյանից հեծը խլում են ու արբիտրաժային դատարանում պետք է պաշտպանվեն։ Դրա համար պետական բյուջեից հատկացնում են $3.2 միլիոն։ Կառավարությունը կայացնում է որոշում, որը չունի հաշվարկներ պետության շահի տեսանկյունից, զուտ նախընտրական, ՔՊԱ-ներին աշխատանքով ապահովելու, գործարանին վախեցնելու, խլելու համար որոշում է կայացնում, հետո հարկատուների միջոցները վատնում է իր սխալ որոշումը միջազգային հարթակում պաշտպանելու համար, ու դա անում է արտաքին պարտք վերցնելով։ $600,000 կարգի տրամադրում են ինչ-որ երիտասարդական համաժողովի համար, $6 միլիոն Ջենիֆեր Լոպեզ պարացնելու համար եւ այլն, լիքն են տարվա ընթացքում այս անիմաստ ոչ հրատապ ծախսերը, որոնց վրա մսխում են պետական բյուջեն ու կուտակում են պարտքեր։ Տարին $1 միլիարդ ավելի պարտք են վերցնում, որ բյուջեի պակասուրդը լրացնեն։ Ասում են բացօթյա ձրի համերգ էր ժողովրդի համար։ Ինչն էր ձրի, եթե վարկ ես վերցնում, համերգ կազմակերպում, այդ վարկը փակելու է ժողովուրդը։ Անիմաստ բաների վրա, կրկնում եմ, սաղ գումարները ծախսում են ու մնում վարկերի հույսին։ Այսօր ընդունել են սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2026 թվականի ծրագիրը։ Աջակցության ծրագիրը հիմնականում ներառում է լույսի, ջրի, գազի վարձերի փոխհատուցում։ Կոմունալի փողը տալը երբ է դարձել զարգացման ծրագիր։ Կամ սահմանամերձ գյուղերի թիվը, ում աջակցությունը հասնում տրամադրելու են 80 է շուրջ։ 80 գյուղի համար կառավարությունը 1 տարվա համար տրամադրում է $2.5 միլիոն աջակցություն, կրկնակի քիչ, քան տալիս է մեկ համերգի համար։ Դրա համար էլ սահմանամերձ գյուղերը դատարկվում են, չէ՞։ Նիկոլ Փաշինյանը երկրից դարձյալ բացակայում է։ Սա իր կարծեմ 20-րդ այցն է այս տարի։ Մոսկվայից հետ կգա, գնալու է Եվրոպա։ Կառավարությունը վերջերս լրացուցիչ $150,000 չափ հատկացրեց Նիկոլի արտերկիր այցի համար։ Այնքան է ճամփորդում, որ բյուջեով նախատեսվածը պրծել է, չի հերիքում։ Բայց ոնց հերիքի, եթե այդ մարդը, որ երկրի օդային տարածքը հատում է, սամալյոտը իջեցնում է ու վատնում հարկատուների փողերը։ Վերջերս գնացել էր Ճապոնիա, հետ գալիս Մոնղոլիայի վրայով թռնելուց մի հատ այնտեղ էր իջել։ Կարծեմ այդ երկիր նախկինում երբեք չի գնացել։ Դե երևի մտածել է ջանդամը, ինչ իմանամ, հաջորդ տարի վարչապետի աթոռին կլինեմ, թե ասենք գաղութում, իջի այրոպորտ։
Մի քիչ մնացել է Մոնղոլիայում, էլի նստել ինքնաթիռ, մի քիչ հետո պարզել էր Ղազախստանի վրայով է թռչում, ասել էր այստեղ էլի չի։ Հետո գրառում է անում, թե Ճապոնիայից վերադարձին կարճատև կանգառներ ունեցանք Մոնղոլիայում եւ Ղազախստանում։ Հասկանում եք, իր այցերի տրամաբանությունը։ Այս մարդը ամբողջ թիմով, ընտանիքով նստած է պետբյուջեի վրա ու դրա համար էլ բյուջեն հերիք չի անում, վերցնում են վարկեր։ Հիմա այս 150 միլիոն եվրո նոր վերցվող վարկից քանի միլիոն եք տրամադրելու Նիկոլի բարեկեցությանը, շրջագայությանը, խրախճանքներին։ Կամ մի քանի օր առաջ էլ կառավարության նիստում էլի հաստատեցիք 39 միլիոն եվրո վարկ, դրանից քանի միլիոնը գնաց թալանին, մսխելուն, անիմաց ծախսերին։ 150 միլիոն եվրո վարկի նպատակի մեջ գրված է բարելավել պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը։ Կարող եք ժողովրդին համոզել, որ այս թվարկածս պետական ֆինանսների արդյունավետ կառավարման հետ կապ ունի։ Ժողովուրդ ջան, ուշադրություն դարձրեք, որ վարկը վերցնում են չզեկուցվող հարցով, այսինքն ձեզանից թաքուն։ Այդ 7 միլիարդ դոլարով, որ պետական պարտքը ավելացել է, բոլորը եղել է թաքուն։ Վահագն Խաչատուրյանն ասում է, մենք փողի խնդիր չունենք, բա որ չունեք, նոր վարկին չեք վերցնում։ Բազմիցս ասել էին, կառավարությունը ընտանիքի պես է, ընդունեք որպես ընտանիք, պետական բյուջեն ձեր գրպան, այդ որ մի ընտանիքն է այդքան անխելք, որ փողի կարիք չունի, բայց պարտք է վերցնում։ Այսօր կառավարությունը որոշեց հաջորդ տարվա համար ավելի քան 15%-ով կրճատել ռազմական ծախսերը 265 միլիոն դոլարով։ Խորանանք, գուցե պարզվի Նիկոլի պահպանման ու գործուղման ծախսերը դարձյալ աճել են, ամեն տարվա նման։ Իրենց թիկնազորի, կառավարական ամառանոցների ծախսերը մեծացնում են, բանակինը ժողովրդի անվտանգությանը փոքրացնում։ Իրենց համար կարևորը երկրի պահպանությունը չէ, իրենց պահպանությունն է։ Կարդում եմ այսպես կոչված բարեկեցության ամենաբարձր մակարդակում գտնվող երկրի կառավարության այսօրվա մյուս որոշումը։ Փոխհատուցում աջակցություն է տալիս Լոռու, Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տուժածներին, ունեցվածքը կորցրածներին։ Հիշում եք, երբ է տեղի ունեցել ջրհեղեղը։ 2024 թվականի մայիսի 25-ից 26-ին։ Մի տարի 4 ամիս առաջ տեղի ունեցել ջրհեղեղ, մարդիկ կորուստներ են կրել, հիմա են փոխհատուցում։ Այս մի տարի 4 ամսում ԿՊԱ-ական դեպուտատները քանի տուն են առել, քանի միլիոն են լրացուցիչ կուտակել, բայց ժողովրդին փոխհատուցումը թողել են վերջին պլանում։ Կարճ ասած, կառավարության ամեն նիստ սթրես է հարկատուի համար, ամեն նիստ նշանակում է պարկ ժողովրդի վրա, բեռ, բյուջեի միջոցների ավելորդ ծախս, մեր ու երկրի շահերից չբխող, հակասող, վնասող որոշումներ։ Այդպես է բոլոր նիստերում։ Այս կառավարությունը ուղղակի տեղով բեռ է ժողովրդի վրա։ Դանայան տակառ է, որը լցնում ես, տալիս ես, ուտացնում ես, չեն կշտանում։ Հետևությունը դու արա ժողովուրդ ջան, թե իրենցից քո օգուտը որն է, թե իրենք քեզնից ինչ օգուտ ստացան, շատ ուժեղ է երևում, ամեն տեղից երևում է, իսկ դուք ինչու օգտվեցիք։